Մասյան, ձեր կարծիքով ինչու Հովիկ Աղազարյանին որոշեցին ճակերտավոր ասած մատաղանել Նիկոլ Փաշինյանի առաջ։ Ոնց հասկացա։ Ես ուզում եմ ասել, որ Հովիկ Աղազարյանին դատախազը հիշեց այն ժամանակ, երբ որ նա այլևս քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ չէ, հեռացվել է եւ իմ հարցը դատախազին հենց դրա մասին էր։ Դուք ունեիք այս տեղեկությունները անցած տարի ամռանից։ Դուք ստացել էիք այդ ցուցմունքները, որոնք այսօր մեջբերում եք, որ Հովիկ Աղազյանը կաշառքավերցրել։ Բայց ամառվանից մինչև հիմա դուք չէիք վստահում ցուցմունք տվողին, որը այս պահին արդեն փախուստի մեջ է Հայաստանում չէ։ Թե այլ հանգամանքներով եք կաշկանդված։ Ես կարծում եմ, որ իրականում Հովիկ Աղազարյանի հետ կապված կա ակնհայտ քաղաքական հրահանգ եւ կա քաղաքական պատվեր, որպեսզի այս պահի դրությամբ Հովիկ Աղազարյանը ուղղակի պատժվի։ Ինչի համար, որ համարձակվել է արտահոսք քանել, ինչպես իրենք ասեցին, ընդ որում այդ արտահոսքի թեմայով էլ իրենք չեն մտել, այսինքն դատախազը չի եկել պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով, իսկ հիշում եք, այստեղ իմ տեղում կանգնած նախագահը, այդ իրենց ֆրակցիայի ղեկավարը, բոլոր падգամավորները ասում են Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք է հրապարակել, ինչը անդուլատրել է, դրա համար իրեն շուտ հանենք խմբակցությունից։ Բայց ինչ եղավ այդ պետական գաղտնիքը, այսինքն դա ավելի ծանր հանցակազմ չէ, քան կաշառակերությունը, այսինքն պետական գաղտնիքը թողել եք, եկել եք կաշառքի գործ եք քննում։ Այստեղ է, որ խնդիր է առաջանում եւ ես օրինակ հավատ չունեմ, որ իսկապես Հովիկ Աղազարյանը քաղաքական մոտիվներով չի դատապարտվում։ Ինչ եք կարծում, մյուս ԿՊԱ-ականների նկատմամբ ունեն այսպիսի կոմպրոմատներ մի կողմ դրած քրեական գործեր, որոնք պատեհ պահին կարող են առաջ քաշել։ Ես կարծում եմ, որ այո, օրինակ ես կարդացի, որ մամուլը գրել է, ժողովուրդներ գրել, որ Արփի Դավոյանի վրա կա այս պահի դրությամբ քրեական գործ, որ ինքը որպես վկա է ներգրաված այդ գործում, բայց մենք գիտենք, որ Հովիկ Աղազյանն էլ էր որպես վկա ներգրաված նախորդ գործում, մինչև այն պահը, որ եկավ քաղաքական հրահանգի անհրաժեշտությունը եւ Հովիկ Աղազյանին պատժելու անհրաժեշտությունը։ Հիմա հաջորդը կարող է լինել Արփի Դավոյանը, հետո կարող են լինել մյուս падգամավորները, ում վրա տարբեր քրեական գործեր եւ այս ընթացքում կհարուցվեն եւ արդեն տարբեր կարգավիճակներում նրանք կան։ Հիշենք Արսեն Թորոսյանի կոവിഡ്ի գործը, չէ՞, ի վերջո նա որպես վկա է դեռ ներգրաված, բայց ինքը դեռ խաղաղության պայմանագրի այդ խայտառակ փաստաթուղթը, այսպես ասեմ, առաջ է տանում։ Հենց մի պահի քաղաքական սխալ թույլ կտա, անմիջապես վկայից կդառնա մեղադրյալ եւ կասեն կոവിഡ്ի փողերը կերավ Արսեն Թորոսյանը։ Իսկ Տարոն Մարգարյանի նկատմամբ ինչու սկսվեց այս հետապը։ Ես Տարոն Մարգարյանի գործի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ իմ գործընկերը խնդրել է մենք այդ կրկեսին մասնակից չլինել, դրա համար ձեռնպահ կմնամ։ Երբ որ ես իմ գործընկերոջ համաձայնությունը կունենամ խոսելու, ես շատ փաստարկներով կկոտրեմ այդ գործը։